Mandatները, դվեք մեր mandatները, մի վեցեք mandatները, վեցեք mandatները, Բարև հայր ջան, փորձեմ ասելիքս հնարավորինս ուղիղ ասել առանց նախաբանի ու առանց ծամծմելու։ Հայաստանում այս պահին ընթանում է ոչ թե քաղաքական ճգնաժամ, այլ ազգի ինքնաճանաչման քննություն։ Ու ցավոք շատերը հələ չեն հասկացել, թե ինչ հարց է տրվել։ Նայեք, ընտրությունները ավարտվեցին։ Ընդդիմությունն ասում է կեղծիք է եղել, իշխանությունն ասում է չի եղել։ Ժողովուրդն էլ ինչպես միշտ տալիս է նույն հարցը, ասում է բա հիմա ինչ անենք։ Ու այս ամբողջ աղմուկի մեջ, երբ բոլորը տարբեր բաներ են գոռում, ամենավտանգավոր բանը ոչ թե իշխանության կամ ընդդիմության մեջ ստախոս կամ ստախոսներ ունենալն է, այլ թե ընդդիմությանը, թե իշխանությանը սխալ հարց տվողներն են։ Այսօր որ հարցն է ամենաշատը քննարկվում, ընդդիմությունը մանդատները վերցնի, թե չվերցնի։ Այս հարցը տալու փոխարեն հայեր ջան, եկեք նախ ինքներս մեզ ավելի սուր ու ավելի կարևոր հարց ուղենք։ Եկեք ինքներս մեզ հարցնենք վերջի վերջո մենք ումն ենք, ինչ ենք ուզում իրականում ու հանուն ինչի ենք մենք պայքարում։ Սրանք են իրական հարցերը, որովհետև կարևորը ոչ թե այնա թե այս խաղալիք ընտրություններում ով հաղթեց, ով պարտվեց, ով քանի մանդատ ստացավ կամ ով քանի տոկոս հավաքեց, այլ կարևորը հասկանալ արդյոք ժողովուրդը դեռ հավատում է այն մեխանիզմին, որի միջոցով ձևավորվում է իշխանություն։ Որովհետև պետությունները քանդվում են այն պահին, երբ մարդիկ սկսում են կասկածել, որ իրենց ձայնը այլևս արժեք չունի։ Ու եթե երբևէ հասարակության գիտակցության մեջ հաստատվում է այն համոզմունքը, որ ընտրությունների արդյունքը որոշվում է ոչ թե քվյատուփի մոտ, որտեղ իրանք իրենց ձայնն են տալի, այլ փակ սենյակներում, ապա ճգնաժամը քաղաքական չի, ճգնաժամը քաղաքակրթական է։ Ու այսօր այս խորքային հարցերը թողած քննարկվում է մի հատ տեխնիկական հարց՝ մանդատ վերցնել թե չվերցնել, գնալ խորհրդարան թե չգնալ խորհրդարան։ Բայց իրականում սա մանդատի հարց չի կամ խորհրդարան գնալ չգնալու։ Սա իշխանության լեգիտիմության, ընդդիմության պատասխանատվության ու ժողովրդի քաղաքական ինքնագիտակցության հարց է։ Երբ քաղաքական դաշտը սկսում է քննարկել աթոռները, իսկ հասարակությունը սկսում է քննարկել արդարությունը, այդ երկու գործընթացների մեջ առաջանում է վտանգավոր ճեղք, ու պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունները կործանվում են ոչ թե արտաքին հարվածներից, այլ հենց այդ ճեղքերից։ Հենց այդ պատճառով այս թեման արժանի է ոչ թե հերթական աղմկոտ մեկնաբանությանը, այլ սառը իրավական, ռազմավարական ու խորքային վերլուծության։ Իսկ երբ խոսքը վերաբերվում է իրավական ու քաղաքական տրամաբանության խաչմերուկին, ես կարծում եմ կարևոր է լսել մարդկանց, ովքեր սովոր են մտածել ոչ թե մի քայլ, այլ երբեմն տասնյակ քայլ առաջ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ մի տեսանյութ, որը հրապարակել է Արփինե Հովհաննիսյանը։ Հայաստանի հավանաբար ամենախորը ու ամենախստաչափ մտածող հրապարակային ձայներից մեկը։ Անկախ քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից մտավոր ազնվությունը պահանջում է գնահատել ուժեղ փաստարկը անգամ այն դեպքում, երբ դա հնչում է ուրիշի շուրթերից, որովհետև հասուն քաղաքական մշակույթը սկսվում է այն պահից, երբ մարդիկ սկսում են գնահատել ոչ թե բարձր խոսացողներին, այլ խորը մտածողներին։ Դրա համար ուզում եմ անպայման լսեք Արփինե Հովհաննիսյանին, մի կին, ում յուրաքանչյուր նախադասությունը տրամաբանական ծուղակը անփույթ մոտեցումներ ու երեսային մտածողություն ունեցողների համար։ Ես ձեզ եւս մեկ անգամ կտամ մտածելու նյութ, բայց Արփինե Հովհաննիսյանից հետո ոչ թե իր փոխարեն։ Լսեք ուշադիր։ Քանի որ հանրային տիրույթում չեն դադարում քննարկումներն առայն, թե պետք է վերցնել մանդատները, թե ոչ գնալ խորհրդարան, թե ոչ, ուզում եմ մի քանի թեզերի անդրադառնալ, որոնք այս օրերին քննարկվում են։ Միանգամից ասեմ, որ ընդդիմությունը լավ լուծում չունի, ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է գտնվում եւ ցանկացած որոշման դեպքում էլ միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին։ Բայց շատ կարեւոր է, որ որոշումները, որոնք կայացվում են, լինեն ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, այլ լինեն քաղաքական որոշումներ, որոնք կկոմունիկացվեն շատ ազնիվ ու հասուն կերպով սեփական ընտրողների հետ։ Հիմա ինչ թեզեր են նետվել քարոզչական դաշտ, մասնավորապես իրավաբանները ասում են, որոշ իրավաբաններ, որ եթե
մանդատները չվերցրեք, Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի սահմանադրական դատարան եւ դրա արդյունքում կտա ավելի փոքր ուժերի մանդատները։ Ես այդ սցենարը մեղմ ասած իրատեսական չեմ համարում, հատկապես այն բանից հետո, երբ նաեւ իշխանական դաշտից այդ քարոզչական թեզը նետվեց դաշտ, երեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, որն ասաց դուք չեք գա, ուրիշները կգան եւ այլն, սա իրականում կարծես թե քարոզչական փրկողակ են դիմությանը, որ վերցրեք սրանով հիմնավորեք եւ եկեք, բայց ես սա իրատեսական չեմ համարում, բացառում եմ անգամ կարող եմ ասել, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր նկատմամբ ու իր քարոզչական թեզերի նկատմամբ, իսկ սա ամենակարևոր թեզն է, որ կա ընտրությունների արդարության ու լեգիտիմության թեզը, որովհետև այս սցենարի դեպքում կնշանակի օրենքով կամ սահմանադրական դատարանի որոշմամբ կեղծել կամ նկարել ընտրությունների պատկերը, աղճատել, ամբողջությամբ խեղաթյուրել ընտրողների կամքը, եւ սա այնպեսի ստվեր կնետի, այնպես կաղճատի ամբողջ լեգիտիմության պատկերը, որ այլևս հնարավոր չի լինի անգամ խոսել, թե այդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով ինչ քվե է ստացել, ինչքան մանդատ եւ այլն ինչպես է ամբողջը բաշխվել։ Հետեւաբար ես սա իրատեսական չեմ համարում, ավելի իրատեսական կհամարեի գոնե քննարկեինք ուրիշ բան, եթե մի հրաշքով ընդդիմությունը չվերցներ մանդատները բոլորը բացառքայտնեին, ապա դրսում գտնվող ընդդիմությանը ամեն կերպ կճնշեր եւ կդեմորալիզացներ իշխանությունը, արդյունքում կգնար 6 ամիս կամ 1 տարի հետո արտահերթ ընտրությունների եւ այնտեղ կձևավորեր բոլորովին այլ պատկերով խորհրդարան։ Գոնե սա քննարկենք, հա, այլապես ուրիշների արտաքին ազդակներով դաշտ նետված թեզերը այդքան էլ համոզիչ չեն։ Հիմա, քանի որ ես ենթադրում եմ, որ ավելի հակված են վերցնելու մանդատները, այստեղ մի կարևոր բան եմ ուզում քննարկել։ Նայեք, երբ որ ընտրությունների համատարած ընտրակեղծիքների մասին խոսվում է, երբ որ օրինակ ուժեղ Հայաստան դաշինքի դե յուրե անդամ ապրելու երկիր կուսակցությունը ասում է, որ կառավարության ձևավորումը չեն համարում լեգիտիմ եւ այլն, այսպիսի խոսույթ եթե գեներացվում է, ես չեմ ասում դա այդպես է թե ոչ, երբ որ այսպիսի խոսույթ է գեներացվում, ապա քննարկել առհասարակ մանդատ վերցնելու հարցը այդպիսի համատարած ընտրակեղծիքների դեպքում մեղմ ասած տրամաբանական չի։ Եվ բացի դա, պետք չի քննարկել նաև այնպիսի թեզ, ինչպիսին է գիտեք պակասում են ինչ-որ ձայներ 3-5-րդ եւ այլն, որտեղ մենք տեսել ենք, որ շատ հանգիստ կերպով մարդիկ գնում են եւ դրանք գաղտնի քվեարկություններ են ու քվեարկում են նրանց օգտին ում օգտին, որ իրենք ուզում են, ոչ ոք չի իմանում անգամ, որ մի ընդդիմադիրը ում ձայն տվեց եւ անդուրջ եմ համարում իշխանական պատգամավորներ այս կողմ բերելու թեզը, ես ավելի լուրջ կհամարեմ այն քննարկումը, որ ընդդիմության առաջնորդները հանրային երաշխավորություն ստանձնեն իրենց ցուցակների պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար երաշխավորեն, որ նրանք չեն լինելու այն պակասող ձայները։ Սա ավելի առարկայական գոնե բաց խոսակցություն կլինի, քան ինչ որ հորինված քարոզչական թեզեր տարածելը։ Եղեք տեղեկացված եւ պատեր կանգնեք ձեր իրավունքներին։ Իմ կարծիքով շատերը իրենց այսօրվա քաղաքական գիտելիքով ու իրենց անկալմամբ, թե իրականում ինչ է քաղաքականությունը, չեն հասկանա, թե ինչ ասեց Արփինե Հովհաննիսյանը։ Ոչ թե որ Արփինեն խճճված է խոսում, այլ որ այդ չհասկացող շատերն են խճճված իրենց անկալումներում ու սովոր են մենակ մակերեսային բամբասանքին ու դատարկ պրիմիտիվ վերլուծություններին։ Ու հենց այդ չհասկացող մեծամասնությանը ուզում եմ ասել, որ դուք խճճված եք այն պահից, երբ ենթադրել եք կամ ձեզ համոզել են, որ քաղաքականությունը ֆուտբոլ է ու բավական է ընտրեք մի հատ թիմ ու այդ թիմի համար գորգորակ։ Չէ, տենց չի։ Սա պետություն է, ոչ թե ստադիոն։ Դուք էլ դիտորդ կամ հանդիսատես չեք, դուք սրա ուղիղ մասնակիցն եք, ու եթե մասնակցության ու պահանջատիրության փոխարեն ընտրում եք դիտորդի կամ մեկնաբանի դերը, ապա ձեր ճանապարհը մեկն է՝ դեպի ապապետականացում։ Սա միշտ պահեք ձեր մտքում ու կրեք ձեր բաժին պատասխանատվությունը պետականաշինության հարցում։ Հետ չէ հանուն ձեր երեխեքի ապագայի։ Ու թեմայից չշեղվելով վերադառնանք Արփինե Հովհաննիսյանի ասածին։ Եթե իր այդ ամբողջ ասվածից առանձնացնենք զգացմունքները, քաղաքական նախասիրությունները, կուսակցական պատկանելիությունն ու թողենք մենակ մեր տրամաբանությունը, ապա կմնա մի շատ կարևոր հարց. ինչ է իրականում տեղի ունենում այն պետությունում, որտեղ ընտրությունների արդյունքները վիճարկվում են, բայց քաղաքական դաշտը շարունակում է զբաղված մնալ մանդատների հաշվարկով։ Այս արդեն ընտրությունների մասին չի, այս քաղաքական դասի հոգեբանության մասին է, որովհետև ցանկացած ընտրությունից հետո կարելի է վիճել տոկոսների շուրջ, կարելի է վիճել արձանագրությունների շուրջ, կարելի է վիճել նույնիսկ իրավական ընթացակարգերի շուրջ, բայց կա մի բան, որի շուրջ վիճել հնարավոր չի, դա վստահությունն է։ Եթե ժողովուրդը վստահում է համակարգին, ապա պետությունը կայուն է նույնիսկ ճգնաժամի ժամանակ։ Իսկ եթե ժողովուրդը չի վստահում համակարգին, պետությունը
ընդդիմությունը անկայուն է, անգամ ամենախաղաղ ու ամենաապահով թվացող ժամանակ։ Հա, ու Արփինե Հովհաննիսյանի խոսքից ուզում եմ առանձնահատուկ կանգ առնել մի հատ կարևոր կետի վրա։ Արփինեն ասաց, ցանկացած որոշման դեպքում ընդդիմությունը վճարելու է բարձր քաղաքական գին։ Այո, ճիշտ է, բայց ես մի բան կավելացնեմ։ Ճգնաժամի ժամանակ ճիշտ ընտրությունը ոչ թե հարմարավետ կամ ցավազրկված ընտրությունն է, այլ ճիշտ ուղղությամբ ցավ կրելու ունակությունը։ Հայաստանի քաղաքական մտածողությունը ունի մի հատ հիվանդություն, որը ես կանվանեմ փրկության պատրանք։ Այդ այն է, որ կա կեղծ ու անհիմն համոզմունք, որ գոյություն ունի մի որոշում, մի քաղաքական գործիչ, մի կուսակցություն կամ մի ելք, որը ամեն ինչ կուղի առանց զոհողության։ Չկա տենց բան։ Ասեմ ավելին, երբեք էլ չի եղել ու չի կարա լինի, ու ոչ մի ժողովուրդ, ոչ մի պատմական պահ, ոչ մի հեղափոխություն չի ծնվել հարմար ժամանակ, հարմար հանգամանքներով կամ հարմար մարդկանցով։ Ու ոչ մի բան տեղից չի շարժվում մենակ նրա համար, որ յուրաքանչյուրդ հենվում եք ձեր այդ համոզմունքի վրա ու սպասում եք իդեալական փրկության, իդեալական անհատի կամ երկնային հրաշքի։ Պետք է իջնեք երկնքից ու ամենքը ձեր վրա վերցնեք ձեր բաժին պատասխանատվությունը։ Ու ցանկացած մարդ միշտ խոսում ու գործում է իր համոզմունքներից։ Ու եթե հիմա ընդդիմությունը համոզված է, որ տեղի են ունեցել զանգվածային ընտրակեղծիքներ, ապա իր յուրաքանչյուր հաջորդ քայլը պետք է բխի հենց այդ համոզմունքից։ Եթե համոզված չի, պետք է դա հստակ ասի։ Իսկ եթե համոզված է, ուրեմն պետք է գործի բացառապես այդ համոզմունքի տրամաբանության մեջ, ոչ թե քննարկի մանդատ վերցնումը թե չէ։ Որովհետև քաղաքականության ամենամեծ մեղքը սխալվելը չի։ Քաղաքականության ամենամեծ մեղքը սեփական խոսքի նկատմամբ անհավատարիմ լինելն է։ Պատմության մեջ ժողովուրդները հաճախ ներել են պարտությունները, բայց երբեք չեն ներել հակասությունները։ Քաղաքական գործիչը կարա պարտվի, կարա սխալվի, կարա նույնիսկ աղետալի որոշում ընդունի, բայց եթե նրա խոսքն ու գործողությունը բաժանվում են իրարից, այդ պահին սկսվում է հեղինակության փլուզումը։ Իսկ հեղինակությունը քաղաքականության մեջ այն արժույթն է, որը կորցնելուց հետո հնարավոր չի վերականգնել ոչ քարոզչությամբ, ոչ փողերով, ոչ էլ մեդիայով։ Հիմա ուզում եմ բոլորիդ մի հատ հարց տալ ու ուզում եմ, որ յուրաքանչյուրը փորձի պատասխանել ինքը իրան։ Եթե ընդդիմությունը մտնի խորհրդարան, օրինակ ինչ կանի հաջորդ 24 ժամվա մեջ, հաջորդ 24 շաբաթում կամ հաջորդ 24 ամսում, ունի ճանապարհային քարտեզ, որը հստակ է ու բոլորիս հասանելի, ունի փաստաթուղթ, ունի տեսլական, եթե չունի, ապա ոչ մի ձայնի վերահաշվարկ, ոչ մի բողոքի ձև ու առհասարակ ոչ մի բան մեր ժողովրդին ու մեր բոլոր սերունդներին ոչ մի ազատություն, անկախություն կամ բարեկեցություն չի բերելու։ Դրա համար ստեղ կա ավելի խորքային հարց, ավելի խորքային, քան ընտրությունները, քան խորհրդարանը ու քան այս կամ այն քաղաքական ուժի ճակատագիրը։ Հայ ժողովուրդը պետք է վերջապես որոշի, ուզում է ապրել ընտրությունից ընտրություն, թե պետությունից պետություն, որովհետև ազգերը մեծանում են այն պահին, երբ սկսում են մտածել ոչ թե հաջորդ քվեարկության, այլ հաջորդ սերնդի մասին։ Իսկ հաջորդ սերունդը մեզանից չի հարցնելու, թե ով քանի падգամավոր ուներ, չի հարցնելու, թե ով որ հանձնաժողովի նախագահն էր կամ ով ում դեմ ելույթ ունեցավ խորհրդարանում։ Նրանք մի հարց են տալու. երբ պետության վստահության հիմքերը ճաքում էին, դուք զբաղված էիք պատճառներով թե հետևանքներով։ Այ էս է իրական հարցը։ Ու ինչքան շուտ հասարակությունը սկսի մտածել այս մակարդակում, այնքան շուտ քաղաքականությունը կդադարի լինել դերասանություն ու կսկսի դառնալ պետականություն։ Ու նորից պետք է ասեմ, Արփինե Հովհաննիսյանը ճիշտ ասեց, որ որոշումը պետք է հաղորդվի ընտրողներին ազնիվ ու հասուն կերպով։ Ես կավելացնեմ, որ ոչ միայն հաղորդվի, այլ ապացուցվի արդյունքով։ Հայաստանի ամենախորը ճգնաժամը ոչ Նիկոլն է, ոչ ընդդիմությունը։ Հայաստանի ամենախորը ճգնաժամը ժողովուրդ ղեկավար պայմանագրի բացակայությունն է։ Ժողովուրդը ընտրում է ու հետո կատարվողին հետևում է, ոնց որ ասենք հեռուստացույցով մի հատ սերիալ նայի։ Այսինքն ամենևին կապ չունի այսօր կլիներ իշխանության Նիկոլը, Սամվելը, թե ես, ժողովուրդը իր պարտքի վերջին ու միակ կայարանը համարում է ընտրություններին մասնակցելը։ Իսկ արդյունքում որոշվում է երկրի ղեկավարը, ու այդ ղեկավարը կառավարում է, ու այդ ղեկավարը հանգիստ կարա հաշիվ չտա, որովհետև ոչ մեկ չի պահանջում։ Ու երբ ասում եմ ոչ մեկ, ես նկատի չունեմ անհատների, համախմբված պահանջ գոյություն չունի։
Ինչի, որովհետև այդ նույն ղեկավարները բոլորը իրենց ժամանակներում ու բոլորը իրենց ձևերով բոլորիդ պառակտել են ու դրա համար էլ այս եղած բոլոր իշխանություններն ու ղեկավարները ավելի պրոֆեսիոնալ կերպով ծառայել ու ծառայում են իրենց թուլություններին, քան Հայաստանին։ Հայեր ջան, հիշեք մի պարզ ճշմարտություն։ Ընտրակեղծիքը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ կարա փոխի արդյունքը, այլ այն պատճառով, որ կարա փոխի ժողովրդի հավատը։ Իսկ ժողովուրդը, որը կորցրել է հավատը սեփական պետության մեխանիզմների նկատմամբ, կորցնում է շատ ավելին, քան որևէ ընտրություն։ Այդ ժողովուրդը կորցնում է ապագայի նկատմամբ վստահությունը։ Դրա համար ուզում եմ, որ միշտ հիշեք մի հատ շատ կարևոր միտք։ Հիշեք, որ պետությունը չի սկսվում կառավարությունից, պետությունը չի սկսվում անդիմությունից, պետությունը նույնիսկ չի սկսվում ընտրություններից։ Պետությունը սկսվում է այն կետից, որտեղ ճշմարտությունը դադարում է վախենալ քաղաքական շահից։ Իսկ այն օրը, երբ ճշմարտությունը պարտադրված ու ստիպված կլինի լռել, իշխանություն կունենան բոլորը բացի ժողովրդից։ Այս սրա մասին մտածեք։ Ու ես ձեզ չեմ ասի ձայն տվեք սրան կամ նրան, չեմ ասի ցույցի եկեք կամ եսիմ ինչ ստորագրեք։ Ես ձեզ կասեմ ավելի դժվար բան՝ դառնացեք, բայց ոչ ատելությամբ, այլ հստակությամբ։ Ոչ թե ոչ մեկի չեմ հավատում, այլ ես ունեմ չափանիշ ու ով չի համապատասխանում այդ չափանիշին, ես չեմ դառնա իրան իմ ձայնով կամ աջակցությամբ երկրի ղեկավարի պաշտոնին մոտեցնող։ Վերջապես ընդունեք, որ Հայաստանին պետք չի ավելի շատ բղավոց, Հայաստանին պետք է ճշգրիտ, ավելի ֆոկուսավորված ու ջղայն ժողովուրդ, որը կճանաչի իր սեփական ուժը ու սահմանները, ու որը գիտի, թե երբ ու ինչ ուժով հարվածի։ Ազգերը չեն կործանվում այն ժամանակ, երբ սխալ ղեկավար են ընտրում։ Ազգերը կործանվում են այն ժամանակ, երբ այլևս չեն կարողանում տարբերել ճշմարտությունը հարմարավետ ստից։ Ու վերջապես հիշեք, որ ձեր լեզուն, ձեր մշակույթը, ձեր էությունը, ձեր ազգությունը, ձեր գենը, ձեր հողն ու ձեր ապագան, ձեր պատասխանատվությունն է, ոչ թե ձեր բախտը։ Թերևս այսքանը։ Լավ մնաք ու Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու իմաստությամբ։